Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք բաղբաղակ, այո, շատերը ինձ գրել էիք, որ ամար է շատ համով բաղբաղակի բաղաթյատոմսեր շաղիկ պետք ունենք և դրա համար այսօր գիսվում եմ իմ փալով կամ կարող եք և կերաս օգտագործել, կերասով կամ փալով բաղբաղակը, որը շատ համով է, հետաքրքիր ձևով է պատրաստվում, արագ է պատրաստվում եք, թունում եք սառցախցիկ, մի քանի ժամ հետո հիշում եք, հանում եք բոլոր ընտանիքի անդամներին հյուրասիրում եք ու ուրախ ծվարդ ապրում եք։ Այսօրվա բաղաթյատոմսի համար մեզ պետք է 200-ից 300 գրամ փալի դեսակ, 1,5 բաժակ շաքարավազ, 6 հավգիթի տեղնուց, 2 բաժակ սերուցք, 1 բաժակ կաթ, կես բաժակ շոկոլադ, կարորդ թեյի գդալ աղ։ Սերուցքի կաթի համար պետք է գնանք դեպի կաթսա, հետո կավելացնենք մի քիչ շաքարը և աղը։ Դրա համար կարող եք արդեն բացել, եփել, պետք է ամենակարևորը, որ իրան մի քիչ թանձր սարքենք, թանձր սարքելուց հետո արդեն փալի սոսն ենք պատրաստում առանցին ու հետո ամենավերջում կխառնենք իրար։ Դրա համար ավելացնում եմ սերուցքը, ավելացում եմ կաթը, հիմա կավելացնեմ շաքար կամ շաքարավազ, իսկ մենք շաքարավազ միայն օգտագործում ենք մարանիկ, քանի որ օգտագործում ենք ամեն ինչ խոհանոցի մեջ միայն մարանիկ։ Ինչու, որպեսզի մեր պատրաստածը համով լինի, որակով լինի և շարունակվի այդ որակը բաղացիչների ընտրանիով։ Ավելացնում եմ և մի փոքր աղ, անպայման այդ բզդիկ աղը կարևոր է։ Եթե ասում եք փոխում է կամ չէ, այո փոխում է։ Դենց ենք անելու, որ շաքարավազը հալվի, արդեն որ հալվում է, մի քիչ վերցնում ենք իրանից ու թեղնուցի հետ ենք խառնում։ Հիմա պետք է թեղնուցի գործողությունը անենք, այսինքն առանձնացնելը։ Մեզ պետք է թեղնուցները, դրա համար ստեղ թեղնուցներն եմ թնելու։ Ավելի ճիշտ է սպիտակուցները, թեղնուցներն եմ մյուս կողմը։ Անուշիկ ձևով բաժանում ենք թեղնուցը սպիտակուցից։ Քանի որ թեղնուցները արդեն կա, մի բաժակ ստեղից վերցնում եմ կամ կես բաժակ, ավելացնում եմ թեղնուցի վրա և արագ-արագ խառնում եմ։ Լավ խառնում եմ և կամաց-կամաց ավելացնում ենք մեր բաղբաղակի սոսի վրա։ Մի քիչ թողնում ենք, որպեսզի հաստանա, թանձրանա, ինքը արդեն հեսա կթանձրանա։ Մի քիչ էլ հավաքենք մաքրենք, իհարկե էբիսիով ու վերադառնանք։ Մի հատ էլ մեր դախտակը լվանանք, քանի որ հավգիթ եղավ, ամեն ինչ անում ենք միայն էբիսիով։ Ձեր տան ամեն ինչը կարող եք մաքրել էբիսիով, քանի որ ունեն շատ մեծ տեսականի, դան մաքրման հետ կապված, լվացքի հետ կապված, ամեն ինչի հետ կապված։ Արդեն ստեղ կարող եք ծանոթանալ իրենց տեսականին, տեսակ այսքան արատ է, նամանավանդ իրենց բաբկացնողները շատ եմ հավանում։ Արդեն ինքը թանձրանում է։ Մինչև էդ լինի, ես արդեն փալը պետք է պատրաստեմ։ Ունեմ փալ, ունեմ շաքարավազ։ Ավելացնում եմ փալը։ Արդեն մաքրած եմ, կուտերը հանած եմ։
Կարող եք վիշնայի տեսակ օգտագործել, կարող եք փալ օգտագործել, կարմիր մեծ փալ, փոքր փալ, սպիտակ փալ, ինչ տեսակ կուզեք թող լինի։ Բայց հիշեք, որ եթե քաղցր եք օգտագործում, շաքարը ավելի քիչ եք դնում։ Իսկ եթե վիշնայի տեսակ եք օգտագործում, շաքարավազը ավելի եք դնում։ Դրա համար ես հիմա դնում եմ հատուկ մեր վիշնայի տեսակին։ Իսկ եթե լիներ այդ մեծ մեր գերասները, շաքարը շատ ավելի քիչ կդնեի։ Ստեղ ավելացրել եմ մոտավոր կես բաժակ։ Մի հատ կտալ, որ խառնենք, մի հատ է սոսը նայենք։ Արդեն պատրաստ է։ Իրականում բաբագի տեսակները շատ են, այսինքն կարող եմ ասել մոտավոր 50 բաղադրատոմս ունի բաբագի, եթե հետաքրքրված եք կարող եք ինձ ասել, որ ուրիշ բաղադրատոմսեր պատրաստեմ, դուք էլ միշտ սովորեք ու պատրաստեք, որովհետև բաբագը հետաքրքիր է, երբ որ դան ապրանքներով է պատրաստվում, որովհետև մենք դունը վերցնում ենք բաղադրիչներ շատ որակով։ Իսկ եթե բաղադրիչներ որակով վստահ եմ կարող եմ եւ հիշեցնել, կարող եք բոլոր ձեր ապրանքները ուտու սուպերմարկետից վերցնել եւ լինի որակով եւ լինի արժեքները ճիշտ եւ իհարկե խաղարկությունների մասնակցեք, քանի որ իրենք ունեն հաջողակ կտրոնը, որը զանգում են, ասում են դուք ուտու սուպերմարկետից վերցրել եք այսքան ապրանք եւ ծախսել եք այսքան գումար, այս ձեր ծախսած գումարը հետ ենք տալիս ես նվեր։ Այսպիսի հետաքրքիր բաներով կարող եք գնալ, այս բաբագի ապրանքներ հանել եւ հետ վերադառնալ համով բաբագ ուտել եւ մի հատ էլ նվերներ վայելել։ Դե որ խոսում էինք որակով բաղադրիչների մասին, ուզում եի եւ հիշեցնել, որ սուշեֆում արդեն լիքը ապրանքներ կան, որ եւ քաղցրի, եւ աղի, եւ ուտեստների ամեն ինչ կարող եք օգտագործել սոսերից սկսյալ, ինչ որ փյուրեներից սկսյալ, այսինքն եթե ինչ որ բաբակ պիցարկեք եւ ինչ որ փյուրեներ պետք ունիք, իրանք ամեն տեսակի փյուրեներ ունին եւ նաեւ ամեն տեսակի սոսեր եւ մտերքներ, որը շուկայում չկան։ Կարող եք սուշեֆից վերցնել ու համով բաներ պատրաստել, վստահ եք ինձ։ Ես այս սոսը արդեն մեկ կողմ եմ թրել, հիմա պետքա պատրաստեմ չերիի սոսը, մի հատ կտալ վերցնեմ ու գնանք առաջ։ Մի խոսքով սուշեֆից կարող եք եւ վերցնել ամեն ինչ եւ սոսեր եւ այլն արդեն որ ասեցի եւ ամենակարևոր բանը հիշեցնեմ, որ իրենք ունեն բրենցի ցետ, որը շուկայում ես շատ դժվարությամբ եմ գտնում կամ ընդհանրապես չեմ գտնում, բայց իրենք ունեն ու շատ, այսինքն միշտ խնդիր չունեն քանակի, երբ որ ես վերջանում այն մոտ ինքը իրենք միշտ ունեն։ Ես իմ սաղ ընկերներիս էլ միշտ ուղարկում եմ իրանց, որովհետեւ այդ բրենցի ցետի օգտագործելը շատ կարեւոր է ամեն դան համար։ Դե ինձ սիրելիներս, մեր փալի սոսն էլ է պատրաստ, կարակ մի թեթև ջզմեք ձեռքով կամ կարող եք չջզմել, նայած ինչ եք սիրում, եթե սիրում եք սենց ձեր սկակ իրան սենց մեծությունը կարող եք չջզմել, սիրում եք սենց բլենդեղած կարող եք ջզմել, ըստ նախընտրության։ Հիմա իրականում դան բարակայում դուք կարող եք սպասել, այս ամեն ինչը սենց քուլ լինի ու ավելացեք, խառնեք ու ուղարկեք սարսախցիկ, բայց ես քանի որ հիմա եթերի վրա եմ, ուզում եմ եւ անհամբեր եմ պատրաստեմ, կարող եմ արդեն լցնել։ Սենց հետաքրքիր ցևով իջացնում ենք։ Հիմա չոկլետն ենք դնում ու ուղարկում ենք։ Չոկլետները այսպես ես սիրում եմ ուղղակի նետել, ոնց հարմարացես։ Իրեն եւ քույներն համով, իրան այսինքն բաբագին մասին է խոսքը եւ համնը համով։ Իրականում շատ հետաքրքիր կոմբինացիա է։ Ես գիտեմ, որ այս բաղադրատոմսը որ պատրաստեք, դուք կապշեցնեք ձեր ընտանիքի անդամներին։ Դե իհարկե, եթե շատ հավանեք բաղադրատոմսը, կարող եք ուղարկել ձեր հարևանին, պահպանեք բաղադրատոմսը, այսինքն կամ ձեր աղջկան, կամ ձեր հարսին, չգիտեմ, կամ ձեր մամային, բաբային, ովքեր որ նման, որպեսզի իրենք էս հարկեն։ Ասեք, նայեցեք շարքի ինչ է պատրաստ։ Այս շաբաթ լիքը հյուրեր են եկել Թրսից, Ֆրանսիայից, Ամերիկայից ասում են, որ համի կախնի գնայում են,
շաղեգին նայում են, բոլոր բաղադրատոմսերը պատրաստում են անխդիր։ Մենք էլ մտածեցինք ձեր համար միշտ ավելի համով սարքել, պատրաստել։ Դե ինչ, վերջին չոկոլադն էլ տնեմ ու ուղարկենք սարսախցիկ։ Դե ինչ սիրելիներս, բաբագը թրեցինք, սարսախցիկ, պետք է մի քանի ժամ սպասենք, որ լավ սարի ու հետո ուտենք կամ վայելենք, բայց իմիջիալոց ես քանի որ շատ զարավ եմ հիմա, ուզում եմ մի հատ ջուր խմեմ, իհարկե խմում եմ միան սիլի ջուր, որպեսզի պատրաստվեմ բաբագը ուտելու ու վայելելու։ Հիմա որ սիլն էի խմում, հիշեցի, որ մազայի հյութերով էլ լիքը բաբակ կարող ենք սարքել, կարող եմ մույս եթերներին մի հատ ցեզ այս մանգոյով պատրաստեմ, սորբեի պես շատ համով կլինի։ Դե ինչ, սպասում ենք սարի ու վայելենք։ Դե ինչ սիրելիներս, մեր բաբագը արդեն պատրաստ է, կարող ենք մատուցել, տեսեք ինչքան սիրուն է ստացվել մի հատ, նայեք։ Շոկոլադը եւ չերին տենց լինի։ Կարող ենք սենց անուշիկ 2-3 հատ չերի թողել։ Կամ մի հատ էլ կարելի է։ Եվ այսօրվա բաղադրատոմսը փալով շոկոլադով բաբագը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինչ սիրելիներս, ես կնամ վայելեմ այս համով բաբագը, դուք էլ պատրաստեք ձեր ընտանիքի հետ։ Կարող եք ձեր երեխաներին էլ հրավիրել, իրար հետ պատրաստեք բաբագը, իրենց էլ հետաքրքիր կլինի։ Ամառները միշտ ասում ենք երեխաների հետ ինչ անենք, որպես ավելի հետաքրքիր լինի։ Ահա ցեզի բաղադրատոմս, զվարճալի բահեր եւ միևնույնն է վերջում ամենահամով բաղադրատոմսը աշխարհի։ Դե ինչ, դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Վաղը հանդիպենք ժամը 9:00 17:00 Կենտրոն TV եթերով։ Ցտեսություն։